Ողջույն իմ սիրելի հետևորդներ, տեսեք ինչքան թարմ նանա ունեմ և չեք էլ պատկերացնի, թե ինչ եմ պատրաստելու։ Սիրելիներս, կարելի է ասել սովետական պահածո եմ անելու։ Ամենաընտիր, ամենաառողջ նանան եմ վերցրել, շատ թարմ է, նույնիսկ մի տերև չկա, որ վնասված լինի և ես այն մաքրեմ ու հեռացնեմ։ Մի քանի ջուր կապերից հանելուց հետո, երբ տեսնում ենք մաքրելու տեղեր չկա, ծորակի տակ լավ լվանում ենք, հոսող ջրի տակ ենք թողնում, մինչև վստահ լինենք, որ մաքուր է։ Այս ընթացքը պարտադիր չէ մեջտեղից կիսելը, պարզապես ես իմ մի քիչ հեշտ լինելու համար կիսում եմ, նոր տեղավորում եմ կաթսայի մեջ։ Ցողունները բավականին հաստ են և բացօթյա նանա է, ինչպես երևում է, տերևները լավ մուգ են, հասունացած նանա է։ Նանայի օգտակար հատկության մասին էլ էստեղ չշեշտեմ, կտեղադրեմ տեսանյութի ներքևում, ուրեմն նանայի վրա ավելացնում ենք ոչ եռման ջուր, համարյա եռացող ջուր և մի քիչ կիտրոնի աղ, այսպես թողնում ենք մնա մի քանի ժամ, ես նույնիսկ թողել եմ ամբողջ գիշեր, առավոտյան դրել եմ կաթսան գազին, պետք է եռացնենք գոնե 10 րոպե, որպեսզի նանայից համը փոխանցվի ջրին։ Եռալուց հետո անմիջապես չենք դատարկելու, թողնելու եմ մնա, մինչև համը փոխանցվի ջրին։ Սառելուց հետո եփած զանգվածը պետք է քամենք, հեռացնենք տերևը, նանան և թողնենք միայն հեղուկը, նանայի համով հեղուկը։ Մի հատ է սա ենք քամում, որպեսզի թեկուզ փոքր տերևներ մեջը չմնա և ավելացնում ենք շաքարավազը։ Ի դեպ մոռացա նշեմ, օգտագործում եմ 4 կապ նանա, որը ինձ մոտ կշռում էր 600 գրամ, այստեղ կարևորը նանայի քաշը չէ, որովհետև ես այն ջրից հանել եմ, այստեղ կարևորը ջուրն է, ջրի քանակը և շաքարավազի քանակը, 1,5 լիտր ջուր է և 2 կգ շաքարավազ, ավելացնում ենք 1 թեյի գդալ լիմոնի աղ կամ 2 շերտ լիմոն, մի լավ խառնում ենք և ցանկության դեպքում, եթե ուզում եք արտահայտիչ լինի նաև նանայի գույնը, մի փոքր, մի կաթիլ ներք եք ավելացնում, սննդային ներք։ Ահա տեսեք, հիմա դնելու եմ եփվի։ Մինչև այս չափի օշարակը պնդի, մեզ հարկավոր է 1,5-ից 2 ժամ, պետք է ընթացքում ստուգենք, որպեսզի չայրվի, համը չկորի, չփոխվի, հետո լցնենք ու պահածոացնենք։ Ահա սիրելիներս, այստեղ տեսեք, արդեն 2 ժամ է եփվում է, բավականին երեսը փրփուրով ծածկվել է և իմ օշարակը պատրաստ է, հիմա լցնելու եմ բանկաները և տաք վիճակում էլ արդեն կափարիչով փակեմ։ Ուրեմն սիրելիներս, սովետական ինչի շեշտեցի, մեր Աբովյան քաղաքում Սիրիուս գործարան կար, շատերը եթե ինձ հանդիպեն այստեղ, կփաստեն, միգուցե և հարցնեն, թե մայրիկս կամ տատիկս այն ժամանակ ցեխ էին ասում, որ ցեխում են աշխատում, ուրեմն մամաս այնտեղ որ աշխատում էր, շատ հայրենադարձ ընկերուհիներ ուներ, գործընկերներ ուներ և ամեն օր գործից հենց գալիս էր, մի օր մի նոր բան պատրաստում էր, շատ հետաքրքիր, վիշնյաներով էլի սիրոպ, պոչերը հաշվում էին, 200 հատ պոչ, 200 տերև, 200 գիլաս, մի խոսքով այն ժամանակ ես դեռ դպրոցական էի ու ես էլ գնում էի դպրոց, երեխեքին ընկերներիս պատմում էի, թե գիտեք մամաս նանայի սիրոպ ա պատրաստել, գիտեք մամաս գազարի մուրաբա ա պատրաստել կամ լոլիկի մուրաբա ա պատրաստել, մի խոսքով։ Լցրեցի, վերջացրեցի, այս մի փոքրը ավելացավ, այստեղ դեռ տաք է, մի քիչ
թույլ է երևում։ Հիմա լավ կսառի, բանկաները կպտտեցնեմ, կափարիչով կփակեմ, կսրբեմ, կթողնեմ սեղանին, կսառի, նոր կտեղափոխեմ եւ այդ ընթացքում էլ կերևա, թե ինչպիսի սիրոպ է ստացվել։ Ուրեմն սիրելիներս, այս յուրաքանչյուր բանկայի սիրոպը մոտավորապես 400 գրամ է, ահա տեսեք ինչքան պինդ է, մեղրի նման։ Այդքանը կարող ենք ավելացնել 2 լիտր ջրի մեջ եւ պատրաստել հյութ։ Եթե ընթացքում գույնը ձեզ բաց կթվա, կարող եք նորից մի կաթիլ ներք ավելացնել։ Մայրիկս շեշտեց, որ կարող ենք բացելուց հետո գունաներկը ավելացնել։ Այսքանը սիրելիներս, եթե հետաքրքրեց դուք էլ փորձեք, ձեզ ուրախ օր եմ մաղթում, կհանդիպենք հաջորդ նոր տեսանյութում։